Մոտ 4 ամիս տևած ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսեց իր մասնակցությունը Կոսովոյում իրականացվող միջազգային խաղաղապահ առաքելությանը։ Այսօր Զվարթնոց օդանավակայանից Կոսովո մեկնեց 35 հոգուց բաղկացած հայ խաղաղապահների ստորաբաժանումը։ Ստորաբաժանումը հիմնականում իրականացնելու է պարեկային ծառայություն ու անցակետերի անվտանգության ապահովում։ Հայաստանը 2004-ից է մասնակցում Կոսովոյում ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ ընթացող միջազգային խաղաղապահ առաքելությանը եւ անցած ողջ ընթացքում մեր երկիրը Կոսովո է ուղարկել ավելի քան 600 զինվոր։ Այս տարվա փետրվարին հայկական խաղաղապահ ստորաբաժանումը ժամանակավորապես դուրս բերվեց Կոսովոյից միջազգային առաքելությանը մասնակցող ուժերի կրճատման պատճառով։ Միացյալ Նահանգների ու մեր երկրի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի արդյունքում հայկական խաղաղապահ ստորաբաժանումը կշարունակի իր առաքելությունը Կոսովոյում, այս անգամ ամերիկյան զորամիավորման կազմում։ Զվարթնոց օդանավակայանում հայ խաղաղապահներին ճանապարհելու էին եկել Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան զինվորականներ, մեր երկրում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը։ Հայ-ամերիկյան ռազմական հարաբերությունները դուք ինչպես կգնահատեք եւ ինչ հեռանկար եք տեսնում։ Զարգացման հեռանկարը կարող է լինել մենակ համագործակցության զարգացման մոտով։ Կան ոլորտներ, որոնց մենք հիմա համագործակցում ենք պաշտպանական բարեփոխումների, խաղաղապահ գործողությունների մասնակցության, խաղաղապահ փորձի փոխանակման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության եւ այլ հարցերում։ Եվ այդ բոլորը միտում ունեն զարգանալու։ There's been tremendous growth in our security cooperation, US-Armenia and Armenia-NATO security cooperation in the last 3 years. Վերջին 3 տարիներին Հայաստանի ու Միացյալ Նահանգների եւ Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջև անվտանգության ոլորտում համագործակցությունը վիթխարի առաջընթաց է ունեցել։ Գործողությունների առումով մենք ունենք շատ լայն համագործակցություն Աֆղանստանում, իսկ այժմ նաեւ Կոսովոյում։ Մեր զինված ուժերը իրականացնում են բազմաթիվ վարժանքներ, Եվրոպայում իրականացնում ենք հայկական զինված ուժերի ուսուցումները։ Բացի այդ, ՆԱՏՕ-ի միջոցով մենք աշխատում ենք Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում բարեփոխումների իրականացման հարցերում, օգնել բարեփոխելու հայկական զինված ուժերը։ Armenia's defense forces as well.